Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին Արմեն Պետրոսյանն է եւ այսօրվա դասընթացի ընթացքում մենք կփորձենք պարզագույն պատկերացում կազմել Microsoft հարցումների կամ ինչպես Excel-ում է ներդրված MS SQL query-ների մասին։ Ընդհանրապես MS SQL բացվում է որպես Microsoft Structured Query Language, որը իրականացնում է համեմատություններ, հարցումներ ներդրված Microsoft ծրագրավորման լեզվում օգտագործելով OCDB դրայվերները, որոնց մասին առավել խորությամբ կծանոթանանք հետագայում։ SQL հարցումները գտնվում են մեր data մենյուի get external data, այսինքն արտաքին տվյալների բազայից օգտվելու գործիքակազմի մեջ։ Որպես պարզագույն օրինակ մենք կարող ենք վերցնել հետևյալ աղյուսակը, որտեղ առաջի սյունակում ներկայացված են կենդանիները եւ երկրորդ սյունակում դրանց կատեգորիաները եւ դե երկու վանդակում գրելով dog, այսինքն animal սյունից կենդանի սյունակից որևէ կենդանատեսակ փորձենք կատեգորիա վանդակում վերադարձնել դրան համապատասխանող կատեգորիան։ Իհարկե մենք կարող ենք սա կատարել lookup ֆունկցիայի միջոցով որպես պարզագույն ֆունկցիա, ուղղակի vertical lookup ֆունկցիան ներմուծելով lookup value-ն ընտրել D2 վանդակը, lookup table-ը հենց մեր AB սյունակներն են, ընտրելով երկրորդ արժեքը եւ false արժեքը ընտրելով մենք այստեղ ստացանք ոնց որ թե սխալ պատասխան, քանի որ ինչ որ բան ճիշտ չենք մուտքագրել մեր անվանման մեջ։ A1-ից B5 վանդակը պետք է մուտքագրենք։ Ահա, այս նույն գործողությունները փորձենք կատարել օգտվելով SQL հարցումների եղանակից, որը նույնպես կարող ենք օգտագործել փնտրման մեջ, ինչպես նաև ալտերնատիվ փնտրման տարբերակներ են VBA եւ index match-ը։ Սակայն SQL հարցումները, որ գործնականում ապացուցված է, որ նույն ստանդարտ ժամանակամիջոցում են փնտրում կատարում, անկախ տվյալների բազայի ծավալից, քանի որ այն դիտարկվում են որպես տվյալների բազա։ Իսկ lookup ֆունկցիան տվյալների քանակի մեծացմանը համընթաց կդանդաղեցնի իր աշխատանքը եւ ինչ որ մի կետից սկսած այն այլևս չի աշխատի։ Նույն կերպ VBA-ը ավելի դանդաղ կաշխատի եւ դրա համար պետք է երկար կոդ գրել, որը շատ ժամանակատար է։ Իսկ index match-ը ինչ որ չափով զիջում է lookup-ին, սակայն տվյալների քանակի մեծացմանը զուգընթաց նրա աշխատանքը ավելի է կարգավոր։ Ինչևէ, սկսենք մեր SQL փնտրման տարբերակին, պարզագույն տարբերակին, վերադառնալով data menu, ընտրելով from other sources եւ ընտրելով from Microsoft Query։ Նույն կերպ կարող ենք մենք իրականացնել հարցումներ ինչ Excel ֆայլը դիտարկելով որպես external database, նույնը ինչ որ access-ը կամ SQL database-ն։ Դրա համար մենք օրինակը կբերենք Excel ֆայլերի վրա, սակայն նմանատիպ անալոգիայով կարող եք կիրառել նաև մնացած դատաբազաների նկատմամբ։ Excel ֆայլը, որպեսզի հասկանա որպես տվյալների արտաքին բազա, ապա աղյուսակը պետք է անվանակոչված լինի։ Որոշ Excel վերսիաներում sheet-ը edge-ը հասկանում է որպես օբյեկտ, սակայն որոշ ֆայլերում sheet-ը կամ edge-ը չի հասկանում որպես օբյեկտ եւ դրա համար պետք է անպայման աղյուսակը անվանակոչել։ Իմ Excel վերսիայում բախտի բերմամբ sheet-ը հասկանում է որպես օբյեկտ եւ կշարունակեմ առանց անվանակոչելու։ Ընտրելով դատաբազաների մեջից Excel ֆայլից տարբերակը, սեղմելով OK կոճակի վրա, մենք վերադառնանք արդեն Microsoft Query պատուհանում, որը մեզ հիշեցնում է հին 90-ականների ծրագրային միջավայրը, որը մինչև այժմ չի թարմացրել, ինչը խոսում է այն մասին, որ ստանդարտ հարցումների լեզուն հնացված է եւ քիչ գնահատված է, այսինքն շատ քիչ է օգտագործում եւ նրա հնարավորությունները շատ չի գնահատում։ Սակայն ես վստահեցնում եմ, որ նման ի տարբերություն VBA-ին SQL սովորելը առավել հեշտ է, առավել քիչ է եւ ունի նույն ֆունկցիոնալությունը, ինչ որ VBA-ը։ Եվ շատ առումներով այն նման է VBA-ին, որոնց ընթացքում ես կծանոթացնեմ։ Ահա, ընտրելով իմ ֆայլի path-ը կամ my videos, MySQL եւ ընտրելով animal ֆայլը, որ հենց այն ֆայլն է, որտեղ որ ես տվյալները հավաքել էի, SQL պատուհանը ինձ կառաջարկի, թե որ table-ը կամ աղյուսակն եմ ուզում ընտրեմ, քանի որ մենք չունենք անվանակոչված տիրույթ, այն sheet 1-ը որպես օբյեկտ է առաջարկում,
եւ ընդամենը մեկ edge-ից էր բաղկացած մեր ֆայլը, սեղմելով add այն կտեղադրվի իմ SQL պատուհանի table-ների համար նախատեսված հատվածում, սեղմելով close կվերադառնամ ահա այստեղ։ Ինչպես տեսնում ենք, այստեղ սյունակներն են արտապատկերված, որոնք որ կարող ենք օգտագործել։ Մենք կարող ենք SQL լեզվին չտիրապետել, ինչպես որ VBA լեզվին չտիրապետելով մենք Excel-ում կարողանում ենք zapis կոճակի միջոցով ձայնագրել գործողություններ, այստեղ նույնպես մենք կարող ենք գործողություններ կատարել կլիկ անելով եւ ընտրելով, հետագայում նայելով դրա SQL գեներացված կոդը։ Կլիկ անելով, double click անելով animal-ի վրա մենք ստանանք տվյալների հատվածում animal-ի վանդակները, ինչպես նաև կատեգորիաների վրա կլիկ անելով կստանանք դրանց կատեգորիաները։ Այս վերևի հատվածը, ինչպես արդեն ասացի, աղյուսակային հատվածն է, ներքևի հատվածը տվյալների հատվածն է։ Սակայն, եթե մենք ուզում ենք որոշակի կրիտերիա փնտրում իրականացնել, մեզ չի բավականացնում կրիտերիայի հատվածը, որը մենք ավելացնում ենք view մենյուի կրիտերիա հրամանի դիմաց գալչկա դնելով։ Ահա, այստեղ կրիտերիա field-ը բացելով մենք կարող ենք ընտրել animal-ը կամ ձեռքով նույնը գրել, value-ն արդեն ձեռքով գրելով doc եւ սեղմելով enter մենք կստանանք տվյալ կրիտերիային բավարարող արդեն animal-ը, կենթանին, որը մեր դեպքում անվալներ եւ որը շատ արագ վերադարձեց, ավելի արագ, քան lookup-ը մեզ կվերադարձներ։ Մենք կարող ենք մեր կողմից կատարված գործողությունը, ինչպես որ zapis-ը Excel-ում VBA zapis-ը, նայում ենք մոդուլ պատուհանում, այստեղ էլ SQL կոճակի վրա կլիկ անելով կտեսնենք մեր կրիտերիայի գեներացված կոդը։ SQL-ը օգտագործում է select from statement-ը իր փնտրումները, հարցումները իրականացնելուց։ Ահա select path-ն է տված, կատեգորիան է փնտրում, from եւ ամբողջական ֆայլի path-ն է տված, որտեղից եւ where, որտեղ animal-ը հավասար է doc։ Ինչպես նմանապես ինչպես որ VBA-ում zapis-ը գեներացնում է երկար կոդ, սակայն մենք ձեռքով այն կարող ենք կրճատել եւ կարճ գրել, այստեղ նույնպես մենք կարող ենք ջնջել ավելորդ մասը, գրենք select կատեգորիան from sheet 1-ից, քանի որ այստեղ մենք օգտագործում ենք sheet-ը որպես օբյեկտ, պարտադիր է քառապուսի փակագիծ դնելը նրա սկզբում եւ վերջին հատվածում, եւ where, որտեղ animal-ը հավասար է doc, քանի որ animal-ը մեր վոցյուն է, ահա, հավասար է doc եւ վերջ։ Ահա այս կրճատ տեսքով մենք կհանգենք նույն հարցմանը, ինչ որ արել ենք zapis-ի միջոցով։ Մենք կարող ենք SQL պատուհանից մեր արած հարցման արդյունքները վերադարձնել Excel, այս SQL կնոպկայի ձախակողմյան հատվածի վրա կլիկ անելով, ընտրելով վանդակը, որտեղ որ ուզում ենք տեղադրել հարցման արդյունքները եւ սեղմելով OK, ահա մենք ստացանք մեր ուզած արդյունքը։ Որպեսզի ցանկանանք փոխել doc-ը փնտրվող արժեքների ցուցակում, փոխարինենք frog-ով, մենք ուղղակի կանգնելով աղյուսակի վրա կգանք կրկին data menu, properties-ի վրա կլիկ կանենք, այստեղ կներկայացված են հատկությունները, հատկությունների կոճակի վրա connection properties-ի վրա սեղմելով կբացի հատկությունների պատուհանը։ Այստեղ կարող ենք որոշակի կարգավորումներ դնել, թե ինչքան ժամանակը մեկ այն refresh անի, ֆայլը բացել փակելուց եւ այլն, սակայն մեզ հետաքրքրում է definition tab-ը, որը այս դեպքում կարևորն է եւ որտեղ մենք տեսնում ենք connection string-ը, այսինքն տեքստային մասը, ինչպես նաև command type-ը SQL-ը թե չէ, եթե այստեղ SQL չլիներ, մենք ստիպված կընտրենք SQL, իսկ այստեղ արդեն SQL հարցման կոդն է գրած, որը կարող ենք հենց այստեղից փոփոխել։ Օրինակի համար doc-ը փոխանակենք frog-ի հետ, գործի հետ, ինչպես որ ասացինք, սեղմենք OK, ուշադրություն չդարձնենք Microsoft-ի error-ի նմանվող պատուհանին, եւ մեզ կմնա միայն թարմացնել արդյունքը տեսնելու համար։ Թարմացնելուց հետո մենք տեսնենք արդեն frog-ին համապատասխան կատեգորիան, որը ճշգրտությամբ մեզ վերադարձրեց։ Իհարկե, որոշները կասեն, որ մենք կարող ենք օգտագործել Power Query-ին հարցում իրականացնելու, որը առավել user friendly, առավել հարմար տեսքի է, սակայն Power Query-ն ունի որոշակի առավելություն եւ որոշակի թերություններ։ Այն add-in է եւ աշխատում է միայն այն ֆայլերում, որտեղ add-in-ը կա ներդրված։ Եթե ես ունեմ այդ add-in-ը եւ այդ ֆայլը ուղարկեմ ինչ-որ մեկին, որը չունի ներդրված այդ add-in-ը, ապա նա փոփոխություններ չի կարող մտցնել Power Query-ում։ Իսկ Microsoft Query-ով ստանդարտ կերպով ներդրված է default բոլոր Excel ծրագրերում եւ եթե նույնիսկ այն ներդրված չլինի, ապա այն գործարկելիս Excel-ը ինքն իրեն կտեղադրի, install կանի query ծրագիրը։ Ինչևէ, փակենք այս ֆայլը եւ վերադառնանք մեկ այլ
առավել խորացված տարբերակի, որը անվանել ենք OE data, այն բաղկացած է 3 edge-ից՝ customer, order, այսինքն պատվերներ եւ sales representative կամ վաճառքի գործակալ։ Ավելացնենք նոր sheet, այն անվանենք report կամ հաշվետվություն։ Մենք ունենք 3 տարբեր տվյալների բազաներ, որտեղ հաճախորդի տվյալներն են, անվանում, ազգանուն, state code, այսինքն տարածքը state-ի եւ type-ը, այսինքն կանխիկ կամ կրեդիտով, order-ները, որոնք պատվերներն են, եւ sales representative-ը, այսինքն վաճառքի գործակալը։ Նախորդ ես անվանակոչել եմ այս աղյուսակները, ահա customer, order եւ sales representative, որպեսզի ամբողջական edge-ը որպես օբյեկտ չդիտարկի Microsoft SQL պատուհանը, այլ առանձին աղյուսակները միայն դիտարկի։ Եվ նկատենք մի բան, որ customer եւ order աղյուսակները իրար հետ կապում են access-ում, այդ ընդհանուրությունը կոչվում է primary key field, այսինքն բանալի հանդիսացող սյուն։ Այստեղ բանալի հանդիսացող սյունը մեր դեպքում հանդիսանում է customer number-ը, որը գոյություն ունի ինչպես customer աղյուսակում, այնպես էլ order աղյուսակում, սյունակի ներքո, իսկ order եւ sales representative աղյուսակները իրար հետ կապում են seller ID սյունակի միջոցով, որը գոյություն ունի ինչպես order, այնպես էլ sales representative աղյուսակում։ Համախմբված հաշվետվություն ստանալու համար մենք պետք է ունենանք այս 3 աղյուսակների համախմբված կամ merge արած տարբերակը, որը մենք իրականում կանենք SQL միջավայրում, այնուհետև դրանից կգեներացնենք մեր ցանկալի հաշվետվությունները։ Նոր edge-ի վրա գալով մենք կգանք data menu եւ այստեղից կկանչենք from other sources, from Microsoft Query ստանդարտ հարցումները։ Իհարկե մենք կարող ենք ընտրել Excel files տարբերակը, գալշկա դնելը Query Wizard-ի դիմաց, ինչպես որ նախկինում արդեն արել էինք եւ շարունակենք, սակայն այս դեպքում գալշկան չենք դնի, ուղղակի կշարունակենք որպես Excel file, բայց ցանկալի է ստեղծել մեր սեփական database-ը, data source-ը։ Data source-ը դա մի տիրույթ է հիշողության նման pivot cache-ին, երբ որ pivot table են կառուցում, ապա նա տվյալները կարդում է pivot cache-ին, որը ստեղծվում է տվյալների բազայի screenshot-ի հիման վրա։ Մեր դեպքում data source-ը ստեղծվում է database-ի screenshot-ի հիման վրա, իսկ SQL հարցումը data source-ից վերցնելով տվյալները, վերլուծելով վերադարձնում է հաշվետվությունը մեր Excel միջավայր։ Մենք կարող ենք ստեղծել նաև OLAP cube նոր, դրա վրա double click անելով, ընտրելով դրա անվանումը, անուհետև համապատասխան driver-ը, որը հենց տրամադրում է այդ ծրագրի մատակարարը, իսկ մեր դեպքում մենք data source-ի վրա double click անելով կստեղծենք մեր սեփական data source-ը, այն անվանելով MS SQL Excel, այնուհետև երկրորդ քայլով ընտրում ենք դրան համապատասխան driver-ը, որն է driver to do Microsoft Excel։ Սեղմելով connect կոճակի վրա մենք փորձենք պահպանել մեր ֆայլի հետ։ Ցավոք սրտի այստեղ վերսիան 97-ից 2000-ը մեզ տրված ամենավերջին վերսիան է, որից հետո չի թարմացվել SQL ծրագրային պատուհանը։ Սեղմելով select workbook կընտրենք մեր ցանկալի ֆայլը, ահա SQL OE data, եւ սեղմելով OK կվերադառնանք մեր պատուհանի վրա։ Այստեղ drop down մենյուում ներկայացված են արդեն մեր sheet-երը եւ անվանակոչված տիրույթները։ Կախված Excel-ի վերսիայից ձեր մոտ հնարավոր է եւ sheet-ի անվանումները չվերադառնի։ Sheet-ի անվանումները աղյուսակային անվանումներից տարբերվում են աչակողմյան հատվածում դոլարի նշան պարունակելով։ Մենք կարող ենք այստեղ տիշկա դնել, գալշկա դնել եւ եթե մեր ֆայլը պարունակում է passport, այն պահպանենք, սակայն մեր դեպքում նման խնդիր չունենք եւ սեղմելով OK պատուհանը, ահա այստեղ կվերադառնանք արդեն մեր ստեղծած data source-ի վրա նշված վիճակում MS SQL Excel տարբերակը։ Սեղմելով OK կվերադառնանք արդեն մեր query պատուհան, որտեղ մեզ ներկայացված են sheet-երն ու բոլոր օբյեկտները, sheet-երը եւ աղյուսակները։ Կընտրենք մեր բոլոր աղյուսակները եւ դրանք ավելացնենք add, order-ը add եւ sales representative-ը add եւ close։ Այս 3 աղյուսակներն անհրաժեշտ։ Կընտրենք համապատասխան աղյուսակների բանալի հանդիսացող սյուները, որը այս դեպքում customer name-ն է եւ այն բռնելով եւ քաշելով մյուս աղյուսակի վրա բաց կթողենք եւ կստեղծվի ահա գծիկի տեսքով կապ։ Ինչպես նաեւ sales ID-ն երրորդ աղյուսակի հետ կապում է ահա այսպես կրկին։
Մենք ստեղծեցինք կապեր 3 աղյուսակի միջոցով բանալի հանդիսացող սյուների շնորհիվ։ Հիմա մենք կարող ենք մեր տվյալների հատվածում ավելացնել այն բոլոր սյունակները, որոնք որ ցանկանում ենք հաշվետվությունը մեզ վերադառնի։ Ենթադրենք դրանք են customer name-ը, customer last name-ը, ինչպես նաև այստեղ բոլոր 3 աղյուսակների տվյալներն են։ Sales representative-ի sale ID-ն կամ ոչ թե sale ID-ն, ահա, չեմ կարող փոխել, այլ order date-ը ավելացնենք, ինչպես նաև ավելացնենք, տեսնենք այստեղ ինչ կա, order amount-ը և sales representative-ի name-ը։ Ահա, այսքան տվյալը կարծում հերիք է։ Ինչպես որ նախկին անգամ փորձենք այստեղ եւս ավելացնել մեր կրիտերիայի հատվածը։ Ահա, այստեղից ընտրելով կրիտերիա մենք կարող ենք ցանկացած տիպի տվյալներ ստանալ, ինչպես որ նախկին անգամ արեցինք։ Եկեք ընտրենք customer state-ը եւ այստեղ ընտրենք այն բոլոր state-ները կամ այն բոլոր նահանգները, որոնք West Virginia չեն, այսինքն հավասար չեն West Virginia-ի։ Անցած անգամ մենք օգտագործել ենք հավասարը։ Սեղմելով enter մենք ստանանք բացի West Virginia-ից մնացած բոլոր տվյալները, որոնք կրկին կարող ենք SQL կոդը դիտել SQL կոճակի վրա սեղմելով, ինչպես նաև նրա ձախակողմյան հատվածի վրա սեղմելով, որը մեզանից կպահանջի Excel վերադարձ։ Սեղմելով properties մենք կվերադառնանք այն նույն properties-ի պատուհաններին, որը նախկինում ներկայացրել էինք, եւ սեղմելով OK մենք ստանանք արդեն մեր տվյալների աղյուսակը, արդեն մեր merge արած աղյուսակներից կազմված տվյալների բազան։ Կարծում սա հիանալի օրինակ է SQL statement-ները օգտագործելու, որը մենք արեցինք օգտվելով data menu-ի existing connection-ներ, գործունեության connection-ներն են from Microsoft Query միջոցով առանց Query Wizard-ը օգտագործելու։ Իհարկե Query Wizard-ը օգտագործելը առավել հեշտ է SQL սովորողների համար, որը ինչպես տեսնում ենք մեզանից պահանջում է ավտոմատ գործողություններ ուղղակի։ Ահա գալիս ենք videos, MySQL եւ ընտրում ենք մեր առաջին animal պատուհանը օրինակի համար։ Սեղմելով OK, այստեղ կարտապատկերի բոլոր շիթերն ու աղյուսակները կամ միայն անվանակոչված սիրույթները, եթե Excel-ի վերսիան պատժկա չի անում edge-ը որպես օբյեկտ կարդալուն։ Սեղմելով աչակողմյան մեծի նշանի վրա մեր աղյուսակը սյուներով հանդերձ կտեղափոխենք աչակողմյան հատված, սեղմելով next, այստեղ կարող ենք գործողություններ կատարել, ֆիլտրել օրինակ, հավասար է animal-ը ենթադրենք միայն dog-ի, հաջորդ պատուհանում մենք կարող ենք սորտավորել, նա ascending կամ descending, next եւ finish-ի վրա մենք վերադառնանք Excel կամ կարող ենք կրկին վերլուծությունը շարունակել Microsoft Query։ Սեղմենք finish եւ վերադառնանք Excel միջավայր, տեղադրենք այստեղ, ահա, dog մամալ, որը որ նախկինում մենք արել ենք։ Այն ջնջելու համար կընտրենք եւ home menu-ի clear պատուհանով կջնջենք արդեն արտաքին դատաբազայի տվյալները։ Իհարկե մենք կարող ենք բացի MS Query-ից կանչել նաև դատաբազներ data connection wizard-ի օգնությամբ, օրինակ այս դեպքում ընտրելով երրորդ ODBC DSN տարբերակը, սեղմելով next, ընտրելով Excel file տարբերակը եւ գնալով նույն ճանապարհով, ինչ որ մենք նախկինում արդեն արեցինք։ Կարող ենք ինչպես նաև օգտվել մնացած տարբերակներից, որոնք նման են արդեն մեր Microsoft Query տարբերակին, օրինակ SQL server-ին, որի դեպքում պետք է սերվերի անունը մուտքագրենք մեր համակարգչի, իսկ local համակարգիչը որպես server օգտագործելու համար պարտադիր է սկզբից եւ վերջից փակագծեր դնելը, հետո next սեղմելը եւ գնալով ընտրելով մեր ֆայլը։ Սակայն սա կախված է Windows-ի կարգառումներից եւ recommended չէ, ավելի լավ է օգտվել username-ից եւ password-ից, որը տալիս է մեզ ոչ թե Windows Authentication-ը, այլ SQL բազայի կողմից։ Շնորհակալություն, այսքանով ավարտենք մեր թեման, SQL-ին ավելի անդրադարձ կատարենք ոչ մոտ ապագայում խորացված տեսքով եւ հնարավոր է նաեւ դասընթացի տեսքով։ Ձեր հետ Արմեն Պետրոսյանն է, շնորհակալություն։